Պլուտարքոսը, որ Հռոմի պաշտոնական գաղափարախոսներից մեկն էր, դասական պրոպագանդիստ էր այս իմաստով, ներկայացնում է այն տեսարանը, որ Ալեքսանդրիայում, Եգիպտոսի մայրաքաղաքում հատուկ հաղթահանդես է կազմակերպվում եւ արծաթապատ փաստորեն բեմի վրա կանգնեցնում են ոսկե գահ, այդտեղ բազմած է գահին Կլեոպատրան, նրա կողքերին բազմած են գահերին նրա որդիները Պտղոմեոսը եւ Ալեքսանդրը եւ մյուս զավակները եւ պետք է հայոց թագավորը գա եւ խոնարհվի։ Դիոն Կասիոսը այստեղ նաեւ մեկ այլ մանրամասն դրվագ է ներկայացնում։ Բոլորը պնդում են, բոլոր հեղինակները այս դեպքերի մասին, որ հայոց թագավորը չի խոնարհվել Կլեոպատրայի առաջ։ Դիոն Կասիոսը ասում է, որ ներկաների մոտ նա իր վեհաշուկ պահվածքով, վեհ պահվածքով շահեց բոլորի համակրանքը։ Եվ այստեղ իհարկե զուտ համակրանքի հարց չէ։ Մենք պետք է հասկանանք, որ Արտավազդ II-ը այն դրվագում, երբ որ դրված է մի կողմ իր կյանքը, մյուս կողմ հայոց թագավորության շարունակականությունը, կատարում է վերջում շատ բարդ, բայց պետականության տեսանկյունից ճիշտ եւ կարևոր որոշում։ Նա որոշում է իրեն առաջարկվող տարբերակը չանել։ Ինչ էր առաջարկվել հայոց թագավորին։ Մենք չմոռանանք, որ նա արքայից արքա է։ Պլուտարքոսը ներկայացնում է այդ բեմականացման մեջ, որ նրան արծաթե շղթաներով էին բերել, բայց այդ հաղթահանդեսի ժամանակ ոսկե շղթաներով ուղեկցեցին նրան եւ նրա կնոջը, նրա ընտանիքի հետեղ եղած անդամներին եւ պետք է մեծարեին Կլեոպատրային իբրև արքաների արքա։ Եվ ասում է, որ Անտոնիոսը հռչակել էր իր որդիներից պաստորեն Ալեքսանդրին արքայից արքա եւ տվել էր Հայաստանն ու Պարթևստանը, ոչ ավել, ոչ պակաս Հայաստան, Պարթևստան, Մարաստան։ Այսինքն նրանց հավակնություններն այնպիսին էին, որ արքայից արքա տիտղոսը պիտի Արտավազդը փոխանցի արևելքի տիրակալի տիտղոսը Կլեոպատրային եւ նրա զավակներին։ Այս հարցում հասկանում է հայոց թագավորը, որ զիջումը նշանակում է հայոց թագավորության չգոյություն։ Եվ դրա համար նրա որոշումը այն էր, որ նա չի խոնարհվում, չի մեծարում թագուհուն եւ չի փոխանցում տիտղոսը այդ տոարողակարգով Կլեոպատրային։ Չնայած որ Արտավազդը հետո մահապատժի է ենթարկվում, պարթևներն իսկապես օգնում են Արտաշես II-ին հետ գրավելու հայոց գահը եւ Արտաշեսը ի պատասխան հայոց թագավորության օկուպացիայի ոչնչացնում է Հայաստանում գտնվող հռոմեական բոլոր զորամասերը։ Այսպես վերականգնվում է Քրիստոսից առաջ 30 թվականին Հայաստանի լիակատար անկախությունը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։